Ոչ մի բանից ու ոչ մեկից չեմ վախենում, առավելևս եթե դա առնչվում է քեզ հետ։ Ինձ ցածրացնելուց ու ստորացնելուց հաճույք է ստանում։ Չէ, քո նման կանանց պարբերաբար պետք է իրանց տեղը ցույց տալ, որ չնստես գլխիս։ Ոնց որ լավ փորձ ունես կանանց հետ, հա։ Քեզ ինչ։ Վեր ընկի։ Չնայած դու ինձ թերագնահատում ես, բայց ուզում եմ իմանաս, դու Աննային կհանդիպես միայն իմ, ավելի ճիշտ ձեր դիակների վրայով։ Լուրջ ես տրամադրված։ Ավելի լուրջ, քան պատկերացնում ես։ Դու մինչև հիմա չես հասկացել մի պարզ բան, որ դու այդքան չկաս, որ ես քեզ հաշիվ տամ, թե ուր եմ գնում, ում եմ հանդիպում, երբ եմ վերադառնում։ Եթե այդքան արժեզրկված եմ, ուրեմն ինչի ես ապրում իմ հետ։ Բաժանվի։ Ես քեզ հետ եմ ապրում։ Ամենայն դեպս ամուսինս ես։ Մեր խնդիրները գիտես խի են օր-օրի ավելի շատանում, որովհետև ամենասկզբից քեզ բավարար ա եղել մեր թղթով ամուսնությունը։ Իմ սիրտը քեզանից հեռու ա եղել, իսկ դու կուլ ես գնացել։ Ուրիշ տարբերակ ունեի։ Իհարկե ունեիր։ Ինձ ընտրելու փոխարեն պետք է ընտրեիր ինքնասիրությունդ։ Սրանից լավ պահ չի կարա լինի։ Եթե մեքենայից դուրս գաս կհայտնվես ալիվների տակ։ Ինչի՞։ Թող իմանա ով է իր կինը։ Թե Աննայի մասին ես մտածում։ Իսկ ես Միքոյի մասին եմ մտածում, թող իմանա ում հետ է ապրում, մեղք է տղեն, կարող է մտածում է հավատարիմ կին ունի, սիրված ու գնահատված է։ Չես պատկերացնի, թե ինչ վատ կլինի քո համար, եթե մեքենայից իջնես։ Չես ուզում Աննատ պախարակվի, ուզում ես միշտ բոլորի համար սիրված ու հնազանդ լինի, իսկ ես, իմ մասին մտածում ես, առիթը բաց չես թողնում ինձ ստորացնել ու նեղացնել, կասես ինչ եմ արել քեզ։ Սիրելուց բացի, գնահատելուց բացի ինչ եմ արել քեզ, որն է իմ մեղքը, քեզ գժի պես սիրելը։ Հենց նոր կաթիլային միացրեցի։ Ինչի համար։ Չգիտեմ, իրեն լավ չէր զգում, թույլ էր։ Լավ են տղամարդը գրկեց ներս բերեց, թե չէ վիճակն ահավոր էր։ Չհասկացանք ինչի միանգամից ինքնազգացողությունը վատացավ։ Չնայած նման բարդ ծննդաբերություններից հետո այսպիսի դեպքերը չեն բացառվում։ Տղամարդ։ Այո։ Փաստորեն տղամարդ է քեզ օգնել, հա, որ ներս գաս։ Վստահ եմ, որ այդ անասունն ա եղել։ Ուրիշով պիտի գար։ Չէ, երևի սխալ եմ անում, որ թողնում եմ շնչես։ Այդ ինչ տղամարդ է քեզ գրկած ներս բերել։ Հետ լավ չի, որ փորձեր ես անում գլխիս վրայով անցնել։ Դու այդ փորձերը վաղուց ես արել, ավելին անցել ես լուրջ գործողությունների։ Ինձ հետ չհամեմատվես։ Ինչի՞։ Ես կին եմ, պետք է մենակ կուլ տամ քո վիրավորանքներն ու արհամարանքը։ Որ քո տեղում լինեիր, ոչ վիրավորանք կլիներ, ոչ էլ արհամարանք։ Լսի, ինչ եմ արել քեզ, որ ինձ ատում ես։ Որ ամեն գնով փորձում եմ ընտանիքս պաշտպանեմ, վատ է։ Ընտանիք։ Մի ծիծաղացրու։ Դու մենակ քո զգացմունքների համար ես կռիվ տալիս։ Դու քո եսասիրությունը կոչում ես ընտանիքի անվան տակ։ Իմ մոտ դա չի անցնի։ Ոչինչ։ Շուտով Միքայելը կիմանա ով է իր կինը։ Լեզուդ շաղ չտաս։
Ինչքան էլ որ գորաս, որ ատում ես Աննային, մեկը ինձ չես համոզի, սիրում ես։ Դուք բոլորդ գիտեք, չէ՞ որ սուտ է այս պատմությունը, գիտեք ու ինձ չեք ասում, չէ՞ պապ, մամ, ասեք, խոսացեք։ Կարող ես հանգստանալ, բալես։ Չէ պապ, չեմ կարող։ Ես զգում եմ, որ այս ամեն ինչը սուտ էր, զգում եմ, իմ սիրտը չէր կարա սխալ վկայել, պարզ երևում էր, որ ձեր մշակած սցենարն է բոլորիդ, բայց ես հիմա վստահ եմ, որ ես ճիշտ ուղու վրա եմ։ Սերը քեզ կուրացրել է։ Չէ մամ, հակառակի նման ինձ ոչ մի բան էլ չի կուրացրել։ Ես ուզում եմ ուղղակի իմանամ, թե դուք ինչ եք տենց խնամքով ամեն գնով ինձնից թաքցնում, շատ հետաքրքիր է արդեն։ Տղաջանես իջա վիճակդ։ Ոնց որ հալից ընկած ունես։ Դենանց ընտանիք ունեմ, որ նորմալ է։ Դու էլ այդ թեմաների մեջ ես տղաջան։ Չպրծավ։ Հենրի ջան, մեծ տղա ես, հեչ պապուտ չես քաշե։ Մի աղջիկ ինչա որ չես կարող մոռանաս։ Տանը 1000 ու մի գործ կա։ Դու էլ ընկել ես մի աղջկա հետևից, սեր ես խաղացում։ Սեր։ Չի կարա սեր լինի քու աղբոր միջև։ Ես սրբապիղծ չեմ։ Դա ավելի լավ քո համար։ Մի մեծ պատճառ ունի դրա մասին չմտածելու։ Պապի աղբերը սա ծնվել բան չունեմ ասելու։ Նոր ծնված թորոնդ համար սիրտը ցավում է, չէ՞, ուզում ես մի բան անես, անհանգիստ ես։ Բայց ես մտածել, որ Անգելին անել է թորդ։ Չէ, չեմ մտածել, որովհետև թորոշ չի։ Երկար եմ սպասելու պատասխանին։ Ես ես վիճակում բարկած քեզ էլ հետաքրքրում է, թե ով է ինձ ներս բերել։ Գրկած է ներս բերել։ Թեկուզ գրկած։ Բայց եթե ինձ վատ էի զգում միջանցքում, ոնց պիտի ներս գայի։ Լսի ինձ ապուշի տեղ մի դիր։ Դու էլ միամիտ մի ձևացի։ Եթե սոսը հորիզոնում չլիներ, ես հարցը չէի տա։ Մեկը ինձ ոչ ոք չի խանգարի։ Դրա դատավճիռը ես եմ տեսնելու։ Քրոջդ մասին ես խոսում։ Որ քրոջս, որ ամուսնուս խլել է ինձնից։ Ուզում եմ հասկանամ անցյալը մոռացել ես, թե ձևացնում ես։ Հերիքա դպրոցական չստացված սիրավեպդ աչքս մտցնես։ Իսկ իմ տարիների զոհաբերությունը գրոշի արժեք չունի։ Դրանք ոչ մի արժեք չունեն։ Կլինի գոնե մի անգամ իրար միս չուտեք ու չվիճեք։ Ես էլ եմ այդ շատ ուզում մամ ջան, բայց թողնող ա պետք։ Տղայիդ բռնացրել եմ Աննայի գրկում, էնեն ինչ դիրքով, ապշելու էր։ Չէ, պլատոնական սեր ա ձևավորվել մոտները։ Դու որպես կին ինչ կանեիր։ Հիմա ինչ ա եղել։ Ոչ մի բան, պապայիդ օտար կանանց գրկից բերել եմ տուն, դժգոհում ա։ Տար ստեղից սրան։ Մերսի շատ։ Իդեալական ծնունդ եմ սկսել։ Այդ հարցերով մորդ հետ, որտեղ ես տան հոգեկանը ինքն ա։ Այսինքն, ինչ նկատի ունես, ոնց թե Անգելինան թորդ չի։ Այսինքն չեմ ընկնելու։ Տենամ հերդ որտե ինչա թողել, ազգամստամ իրանց։ Պապի մարդու մասին ես խոսում։ Տղա ջան, ես ամբողջ կյանքում ատել եմ նման բաները։ Իդի որ հերնա պետք է պաշտպանեմ էլի։ Երբեք։ Այն մի այսքան ինչ չի քաշել։ Այսքան։ Պապի ասածը քեզ տարօրինակ չթվաց, Ֆայնա։ Պապին այն, տակածած խոսում է։ Չգիտեմ։
Բայց ինչի ասաց, որ Անգելինան թորս չի։ Լսի դե երևի ոչ պապայի արածն է կարում ընդունի, ոչ էլ այդ աղջկան։ Ինձ տենց չի թվում, որովհետև շատ լարված էր ու անհանգիստ։ Չէ, հեն դու ես ամեն ինչի վրա ֆիքսվում ուղղակի։ Շնչում ես։ Հա, շնչում ես։ Դանդաղ թույլ, բայց շնչում ես։ Այսքան փոքր ու այսքան ուժեղ։ Ես քեզնից ամփրել եմ սովորում։ Հույսով լցվել եմ սովորում։ Չգիտեմ լսում ես ինձ թե չէ, բայց ուզում եմ իմանաս այս կյանքը հեշտ չի։ Իսկ դու մենակ չես։ Ես միշտ հետդ եմ։ Մինչև ծնվելդ չեմ հասկացել, որ հայր լինելն էլ ուժ պահանջում, բայց հիմա բացի սպասելուց ու հավատալուց ուրիշ ոչ մի բան անել չեմ կարող։ Պայքարի, մի քիչ էլ ու ամեն ինչ լավ կլինի։ Ու մենք միասին տանը կլինենք բոլորս։ Տարօրինակ տղա է այդ Հենրին։ Համինքը սուտը հորինեց, համ էլ իր ձեռքով ուզում էր բացել։ Այդքան խնդրեցի։ Ուղղակի աղաչում էի, որ երբեք Անգելինային չասի ճիշտը, քիչ էր մնում ասել։ Եթե դուս չգայր, պատմելու էր։ Լավ պահի հասա։ Ես էր հետ տուն չեմ գալու։ Դուք գնացեք, ես չեմ կարող։ Աննա ջան, խնդրում եմ, գնանք տուն, հետո կգանք։ Ես երախուն ստեղ մենակ չեմ թողնի, որտեղ ինքը ընդեղել ես։ Մամ ջան, լսի, կգնանք տուն, մի քիչ կհանգստանաս, կփոխվես, հաց կուտես, հետ կգանք։ Չի բանս։ Ես չեմ կարող հանգստանալ։ Ես չեմ կարող իրան ստեղ մենակ թողնել, ես ստեղից մենակ իրա հետ միասին դուրս կգամ ու վերջ։ Որ տուն գնանք, բան չի փոխվի։ Փոխվի։ Ես պետք է իրա կողքին լինեմ, ես պետք է ամեն վայրկյան զգամ իրա ներկայությունը։ Հիմա իմ կարիքն ունի, դու տեսար իրա։ Դու տեսար ինչ մենակ էր ճապաշպանի ճանօգնական իր աչքերը տեսար։ Շատ շուտով երեխեն կապակինվի կգանք, դուրս կգրենք, բայց հիմա պետք է գնանք, բժիշկն է այդպես որոշել։ Ես չեմ կարող իրան այդ սարքերին միացված թողնել ու գնալ տանը հանգիստ նստել։ Մամ ջան, լսի, տուն գնալը չի նշանակում, որ դու երեխուց հրաժարվում ես։ Դու հիմա լրիվ ուժասպառ ես եղել, հասկանում ես։ Դու պետք է ուժ հավաքես, որ կարողանաս իրեն էլ օգնել։ Իսկ ինչ կլինի, որ ստեղ մնամ։ Ես ում եմ խանգարում։ Մի բաժանի ինձ իմ երեխուց։ Ես չեմ կարող իմ սիրտը այստեղ թողնել ու գնալ։ Քեզ ոչ մեկից չի բաժանում, հատկապես քո երեխուց։ Ուղղակի հիմա սենց է պետք։ Չէր սպասում։ Չէ։ Ընդհակառակը սպասում էի։ Շատ լավ է։ Դե ուրեմն ստորագրի, որ հրաժարվում ես քո բաժնից, այսինքն իմ բաժնից, որը ձևական քոնն է։ Ես արդեն վաճառել եմ իմ բաժին։
Հումորդ գնահատում եմ։ Ստորագրի։ Ասածիս մեջ ոչ մի հումոր չկա։ Ես վաճառել եմ իմ հասանելի բաժինը։ Շախունցներին։ Անգել։ Հայրի ես եկել եմ ասեմ, որ ինչ էլ լինի, ինչ գաղտնիք էլ, որ ինձնից թաքցնես, ես պատրաստ եմ քո կողքին լինեմ ու պատրաստ եմ ես ճանապարհը քո հետ անցնեմ, անգամ պատրաստ եմ քո հետ փախնեմ ստեղից։ Անգել մի րոպե։ Հայրի ես պատրաստ եմ քո կողքին լինել։ Չէ, Անգել։ Ես քեզ սիրում եմ։ Մի ասա։ Գիտեմ, ու քո աչքերում էլ տեսնում եմ, որ այդ փոխադարձա։ Պետք չէր գալ։ Պետք չէր մեր վիճակը ավելի բարդացնել։ Ես էլ եմ զարմանում արդեն իմ վրա, ինչեր եմ խոսում, ինչեր եմ անում, ու վստահ եմ, երբեք չէի անի, եթե չսիրեի քեզ։ Մի շարունակի։ Ես զգում եմ, որ իմ ինքնասիրության վրայով եմ արդեն անցել, բայց գիտես, համ էլ հասկացել եմ, որ երևի թե սերը ինքնասիրություն չի ճանաչում, երբ որ սիրում ես, ամեն ինչ փոխվում է շուրջդ, մտքերը, դու ամեն ինչ փոխվում է, Հենրի։ Խնդրեմ մեր վանա քեբաբը, հուսով եմ շատ կհավանեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Չի հանձնվում, հորքուր։ Քո սիրելի Աննան չի հանձնվում։ Նույնիսկ այս իրավիճակում իրեն ոչինչ դաս չի լինում։ Նայում եմ քեզ, լսում եմ ու չեմ հասկանում։ Ինչը չես հասկանում, հորքուր։ Քո Աննան կանգ չի առնում։ Նույնիսկ այն բանից հետո, որ երեխեքն իմացան, որ ինքը սոսից հղի, Միքայելի հետ ամուսնացել, բայց դաս չեղավ այդ աղջկան։ Ասում ես իմացան, հա։ Ու շատ հետաքրքիր է այդ ոնց իմացան։ Էլի քո թեթև ձեռքով, չէ։ Ու դու ես խոսում, կանգ չառնելուց, չհանձնվելուց։ Հորքուր, սոսը իմ ամուսինն է։ Ես իրեն հասնելու համար դժոխքի միջով եմ անցել, ու հիմա չեմ պատրաստվում սոսին սկուտերի վրա Աննային մատուցել։ Աննային սոսը պետք չի։ Աննան ընտանիք ունի, նոր երեխա է ունեցել։ Պետք չի Աննայի հետ կռիվ տալ։ Չէ, դու արդեն քո ստվերի հետ ես կռիվ տալիս։ Քո նոր ծննդաբերած Աննային իմ շատ սիրելի ամուսինը գրկած հիվանդասենյակ էր տանում։ Իսկ ինչ գործ ուներ քո շատ սիրելի ամուսինը Աննայի կողքին հիվանդանոցում, կասես։
Այդ նշանակում ահորքուր, որ նույնիսկ այս իրավիճակում իրենք իրար չեն մոռացել։ Աննատ ոչ իրեն է հարգում, ոչ ամուսնուն, ոչ էլ իր մայրությունը։ Դու ոչ ադեկվատ ես դարձել։ Ինչի՞ չես ընդունում, որ Սոսն է գնում Աննայի հետևից, ոչ թե Աննան Սոսի։ Որ տոն չտար, չեր գնա։ Չէ, ես կսպանեմ այդ անբարոյականին։ Քեզ հաշիվ տուր բառերը դեր չափավորի, որ ուզում ես ճիշտ իմանաս Աննան պիտի քեզ հետ կռիվ տա, ոչ թե դու Աննայի, որովհետև Աննայի կյանքը դու ես փչացրել։ Ինչ։ Հա, սովորիր ճշմարտությունը լսել։ Ամեն ինչի հիմքում դու ես փչացրել ամեն ինչ։ Դու ես Աննայի կյանքը դժոխքի վերածել։ Թե քեզ թվում է ես չգիտեմ, որ այն գիշեր Միքայելին դու էիր ուղարկել Սոսի հետ հանդիպման, Սոսին ընդառաջ։ Դու երևի չես գիտակցում, թե ում հետ գործ ունես։ Չես կարա պատկերացնես, թե ինչ վատ հետևանքներ կարան լինեն։ Կյանքիդ թելը կկտրեմ, եթե իմանամ դավաճանել ես ինձ։ Վայրեջքդ շատ ցավոտ կլինի, եթե դու ինձ մատնած լինես շախունցներին։ Մատնիչ։ Գնա եկեղեցի մոմ վառի, բայց չթուլանաս, որովհետև չեմ կարա ասեմ, թե ինչ կարա լինի մեր հաջորդ հանդիպմանը։ Տնաշանի տղա, դու հումոր չես հասկանում, սրտիդ մոտ մի անգամից ընդունեցիր։ Հումորներդ քո նման էժան են, բայց կարաս դրանց համար թանկ վճարես, այնպես որ հումոր անելուց առաջ երկար մտածի։ Ես քեզ շատ եմ սիրում, ինչի՞ չի ասի քո մասին։ Ես քեզ հայր եմ, բա մարդ իր հոր հետ էս տեսակ կխոսի։ Կապիկության ժամը չի։ Ես էլ դու էլ լավ գիտենք, որ իրար հետ կապ չունեցող մարդիկ ենք։ Ես ատելով ատում եմ քեզ, նույնը դու։ Չեմ հասկանում ոնց համաձայնեցիր, որ քո աղջիկը ինձ հետ ամուսնանա։ Ծնողական սերը։ Մի արա Բագրատ, չեմ դիմանա քո սրտաճմլիկ ներկայացմանը։ Ուր էր այդ ծնողական սերը, երբ ես ու Աննան հանդիպում էինք։ Մարդիկ սխալվելու ու սխալները ուղղելու հնարավորություններ պիտի ունենան։ Իմ փողերը քեզ ստիպեցին, որ դու մոռանաս հին Սոսին։ Արդեն շատ ես վիրավորում։ Դու իմ հարցին չպատասխանեցիր։ Ուր էր այդ հայրական սերը, երբ մի աղջկատ թույլ տվեցիր ինձ հետ ամուսնանա, բայց թույլ չտվեցիր երջանիկ լինեմ մյուսի հետ։ Այս սրանց պատճառով։ Սա է քո կյանքի շարժիչ ուժը։ Դու անարժանապատիվ մարդ ես, եթե հիմա վազում ես շախունցների գիրկը։ Այ տղա ջան, այսօս ջան, ով է վազում շախունցների հետևից։ Ուղղակի հոգուտ հետ էի խաղում։ Դե ուրեմն ստորագրի։ Չէ կներես, հիմա այդ բանը ես չեմ անի։ Եթե ես դա անեմ, դու ինձ քո կյանքից կհանես, կշպրտես մի կողմ։ Բայց դու երբ ես եղել իմ կյանքում, Բագրատ։ Դու արի ճնշում մի գործադրի։ Թող թղթերը իմ անունով լինեն։ Դա կլինի իմ փոքրիկ երաշխիքը, որ ես ինձ ապահով զգամ։ Մամ ջան, փառք Աստծո, արդեն լավ ես, ու հանգիստ կարող ենք տուն գնալ։ Կգնանք տուն, ես քեզ պարբերաբար կբերեմ երախու մոտ։ Ինչ եք առաջարկում։ Երախուն սենց թողնենք մենակ ու մենք գնանք։ Լսի մամ, ես վստահ եմ, որ մեր պուճուրի հետ ամեն բան լավ է լինելու։ Իհարկե լավ է լինելու։ Ես երկրորդ անգամ այդ ցավի միջով չեմ անցնի։ Եթե իմանայի
որ ինչ որ բանով կարաս օգնես կամ կողքը կարաս լինես, քեզ կթողնեի։ Ուղղակի ինքը այդ ապարատի մեջ է, ոչ մի բան չես կարող անես, այնպես որ արի գնանք տուն։ Մամ, դու հիմա առաջին հերթին քո մասին պետք է հոգ տանես, որ կարողանաս այդ բուջուր մարդուկին էլ օգնես։ Իսկ կլինի գոնե երեխուն մի անգամ էլ տեսնեմ, նոր գնանք։ Գնամ ամեն ինչ կազմակերպեմ։ Մի վարկյան անգամ չկասկածես, մամ, ամեն բան լավ է լինելու։ Արայ պոճուր։ Թողում ես մամային տանեմ տուն։ Դա տանեմ տուն մի քիչ դզվի, որ գա քեզ տիրություն ունի։ Ինձ ու քեզ ուզում եմ բաժանել տղես։ Մամ, ձեզ ոչ ոք չի ուզում բաժանել։ Ես հիմա իրանց տեղ ոնց մենակ թողնեմ ու գնամ։ Աննա, ես չի որ պիտի ասեմ, ստեղ երեխեքին ոնց են նայում։ Դու չես տեսնում ինքը ինչ մենակ է, ինչ անպաշտպան է, ինչ անօգնական։ Եթե վստահ չես, որ լավ են նայելու երեխուն, կուզես մնաս։ Պապ, ոնց ես նման բան ասում։ Բա ուրիշ ոնց ասեմ, որ ուշքի բերեմ։ Ես քեզ շատ եմ սիրում, տղես։ Այնքան էի սպասում քո ծնվելուն։ Բայց չկարողացա անվնաս լույս աշխարհ բերեմ։ Ինձ բան չունես ասելու։ Ունեմ։ Դու իմ համար շատ թանկ մարդ ես։ Ու ես չեմ ուզում քեզ ցավ պատճառեմ։ Գիտեմ, որ չես ուզում, բայց ինքնաբերաբար ստացվում է, որ պատճառում ես քո անտարբերությամբ։ Խնդրում եմ քեզ տուն գնա։ Ես քեզ հարցեր չեմ տա։ Ու պատասխաններ էլ չեմ ակնկալի։ Ուղղակի թող այստեղ լինեմ։ Ինչ ասեմ։ Սուրճ կխմես։ Ես կպատրաստեմ։ Քեզ ինչպես քո տանը, սուրճը ընդեղ է։ Դու իսկապես քո տանն ես, ու ոնց զգում եմ այսօր դու այդ մասին իմանալու ես, որովհետև այլ ճանապարհ չկա։ Մեզ բոլորիս փակ ուղի մտցրիր։
Ինչ ես խոսում անետ։ Ես ավելին գիտեմ, քան քեզ թվում է։ Փաստորեն դու ոչ ոքի հավատարիմ չես անետ։ Դու միշտ քո երաշխիքն ունես։ Միշտ ապահովագրում ես քեզ տարատեսակ ինֆորմացիաներով։ Չեմ իջնի այնքան, ինչքան որ այս պահին դու ես իջնում։ Միայն մի բան կասեմ։ Իմ խիղճը մաքուր է։ Ես երբեք իմ կյանքում ոչ մեկի չեմ դավաճանել։ Ես ամբողջ կյանքում ինձ վնասել եմ, որ ձեզ անվնաս պահեմ։ Եթե լռել եմ, չեմ լռել, որ ձեզ թիկունքից հարվածեմ։ Լռել եմ, որ ձեզ պաշտպանեմ։ Եթե ասող լինեի, շատ բան կասեի, բայց ես լռել եմ։ Կասեի նաև այն, որ դու ես եղել հեղինակը Միքայելի ու Սոսի հանդիպման։ Ու գիտես ինչի եմ լռել, որ իրար միշտ չուտեք։ Ինչ ուզում ես ասա, ես քեզ չեմ հավատում։ Փաստորեն դու էլ ես դավաճան։ Իսկ ես քո հետ հույսեր էի կապում։ Քեզ հավաքիր ու կոռեկտ պահիր։ Կողք քաշվիր ու հագիստ ապրիր։ Շնորհակալ եղի այն ամեն ինչի համար, ինչ ունես։ Հակառակ դեպքում ես կխոսեմ ու շատ բան ջրի երես կհանեմ։ Դավաճանեցիր էլի ինձ։ Հերիք այդ բառը ասես։ Ես երբեք որևէ մեկին չեմ դավաճանել։ Իմ որևէ քայլ դավաճանություն չի։ Իսկ ուրիշ ինչ անվանում կտա սրան։ Մեկը պետք է որ քեզ կանգնեցնի։ Ու այդ մեկը ես կլինեմ։ Գեր, շատ համով է, քեզ դուր կգա։ Ես դու չես խմում։ Չէ, այսօր շատ եմ խմել, չեմ ուզում։ Ինձ էլ է պետք է չափավորել։ Այո, սրտիդ համար հեչ լավ չի։ Հասկանում եմ, բայց չեմ կարողանում էլի։ Այդքան ասում եմ, հետևի առողջությանը, չես լսում։ Դե խմի։ Վայ, մառանա։ Մասդ Ուկրաինայից։ Հա։ Алло. Да, Дар, привет. Как дела? Что? Как? Как? Когда? Скажи, что с ним все в порядке. Скажи, что ничего не случилось страшного. Ничего. Передай ему трубку. Нет. Нет. Ինչ է եղել։ Մարատը։ Հիմա Մարատը ինչ։ Վիրավորվել։ Մահացու։ Չէ։ Ես պետք է գնամ աղբորս հասնեմ։ Հա կգնաս։ Այստեղ լինելով ես մոտ եմ լինում ճշմարտությանը։ Ես պիտի այդ ճշմարտությունն ինչ գնով ուզում ա լինի իմանամ։ Միգուցե արդեն գժվել եմ, եթե նման քայլերի եմ գնում, բայց ուրիշ տարբերակ չկա։ Ես անցնելու եմ այս ճանապարհը։ Ինչ ա ուզում, ինչի ա եկել, ինչ ա մտքով անցել, ինչի ա այսքան տարօրինակ պահում իրան, լավ ես հիմա ինչ անեմ։ Քեզ շաքար եմ ավելացրել։ Ինձ հիմա դառը սուրճը չեր խանգարի։
Անգել։ Բարև ձեզ։ Չի սպասում, որ մեր տանը կլինես բալես։ Հոսամ իմ ներկայությամբ ձեզ չեմ խանգարի։ Չէ, իհարկե չէ։ Աննա Բագրատովնա, իսկ երախան ոնց է։ Պիտի լավ լինի։ Եթե լավ չեղավ, ես չեմ ապրի։ Խնդրում եմ, մի սկսի։ Ճիշտ ես, բալես։ Դու ճիշտ ես, պետքա լավը մտածենք, որ լավ լինի։ Քեզ Հենրին էր հրավիրել։ Չէ, ինքս եմ եկել։ Ու ինչ է այս ամեն ինչը նշանակում։ Ինչ է անում այս աղջիկը մեր տանը։ Այս աղջիկը չէ, քո աղջիկը։ Ամեն անգամ աչքս մի մտցրա։ Ինքը իր տանն է, առանց այդքանը գիտակցելու։ Ինտրիգների համար վատ ժամանակ ես ընտրել Հենրի։ Այդ ինտրիգների հեղինակը ես չեմ, պապ։ Անգելինան է իր ոտքով եկել ու ինձ սեր է խոստովանում։ Ասում է, որ աչք կփակի ամեն ինչի վրա, մենակ թե մենք միասին լինենք։ Լսում ես ինչ եմ ասում։ Գնա համոզի տար ստեղից։ Ես ոչ կգնամ, ոչ կհամոզեմ, ոչ էլ կտանեմ, պապա։ Հերիք եղավ բոլորիս հետ խաղս։ Խաղաքարտերը բացելու ժամանակն է։ Հիմա չէ։ Չէ, պապա, հենց հիմա։ Ես էլ չեմ պատրաստվում այս սրբապղծության մեջ ապրեմ ու այս երեխու տառապանքը տենամ։ Լավ։ Ինձ ժամանակ տուր։ Ես մի բան կմտածեմ։ 25 տարի ժամանակ ես ունեցել։ Կամ հենց հիմա գնում ես ասում ես, որ ինքը քո աղջիկն է։ Կամ էլ էդ ես կանեմ։